Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար ադրբեջանցի դատախազը դատարանից պահանջել է ցմահ ազատազրկում։ Դատախազը 20 տարվա ազատազրկում է պահանջել Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի, ինչպես նաեւ մյուս տարեցգերիների համար։ 16-ից 19 տարվա ազատազրկում մեր գերեվարված մյուս հայրենակիցների համար։ Անգամ խնդիրը իրանց այստեղ լինելը Հիմա Ես նախագահի մոտ չէի, ես ամենից սենյակում նստած էի, նախագահի։ Ներողություն ասում, ժողովուրդ խոչում դնում մեր աշխատանքին։ Բայց այն ինչ որ դուք անում եք, դա անկարգություն է, խուլիգանություն է, լիստերի վարման կարգից դուրս, կանոնակարգից դուրս գործողություններ եք անում։ Խնդրում եմ, հասարակություններ, կարգին արվեք, զբաղեցրեք ձեր համար նախատեսված տեղերը հարգելի լրագրողներ։ Մինչև այս նիստը շատ էին խոսակցությունները, որ արդեն կա որոշում հեծը տաշիր կապիտալից վերցնելու վերաբերյալ։ Այդպիսի մի հայտարարություն արել էր նաև հեծի ժամանակավոր կառավարիչը, սակայն Ռոմանոս Պետրոսյանն այսօր ասել է, թե դա իր ենթադրությունն է եղել։ Տեղեկությունները ունեք որտեղից սա հավաքական ծառայությունն է։ Դա ինչ ենթադրություն է։ Աշխատավարձի վճարումը։ Նիստի սկզբում հեծի սեփականատեր տաշիր կապիտալի ներկայացուցիչները ՀՑԿՀ նախագահին բացառք հայտնելու միջնորդություն են ներկայացրել այն հիմնավորմամբ, որ Մեսրոպ Մեսրոպյանը ԿՊ կուսակցության անդամ է եղել, երբ նրան առաջադրել են ՀՑԿՀ նախագահի պաշտոնում եւ դա տեղի է ունեցել ԿՊ կուսակցության նիստում, որին նա նույնպես ներկա է եղել։ Մեսրոպյանը նաեւ խնամիական կապի մեջ է ԿՊ հիմնադիր անդամներից Սասուն Միքայելյանի հետ։ Սրանք ինքնին կաշկանդող են համարվում Մեսրոպյանի արդար գործունեության համար, քանզի դրանցով ապացուցվում է վերջինիս ամուր քաղաքական կապը իշխող կուսակցության հետ, հայտարարել է տաշիր կապիտալի ներկայացուցիչ իրավաբանը։ ՀՑԿ անդամները մերժել են միջնորդությունը, որից հետո կառույցի ներկայացուցիչը 178 էջանոց զեկույց է ներկայացրել այն մասին, թե ինչու պետք է տաշիր կապիտալին պատկանող հեծի լիցենզիան դադարեցնել։ Զեկույցողը ելույթի ավարտին առաջարկել է դադարեցնել հեծի լիցենզիան։ Որոշման նախագիծը Այնուհետև տաշիր կապիտալի ներկայացուցիչների հարցերին պատասխանել է հիմնական զեկուցողը, սակայն աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված նիստը հետաձգվել է եւ կշարունակվի նոյեմբերի 14-ին։ Այս նիստից դեռ ամիսներ առաջ Հայաստանի վարչապետն արդեն հայտարարել էր, որ լիցենզիայի դադարեցումից հետո կամ կպետականացնեն կառույցը, կամ կառավարման կհանձնեն մեկ այլ միջազգային ընկերության։ Տաշիր կապիտալից լիցենզիան վերցնելու համար պետությունը մի քանի 100 միլիոն դոլար պետք է վճարի ընկերությանը։ Հեծի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարի կարծիքով որևէ հայ գործարար չի վերցնի հեծի կառավարումը։ Դավիթ Ղազինյանը չի բացառել թուրքական կամ ադրբեջանական ընկերություն ստանձնի հեծի կառավարումը։ Ներքին, այսպես ասած, ռեսուրս ունեցող անձին կամ ընկերությունները չեն անի դա, որովհետև դա Սամվել Կարապետյանի դեմ իմ կարծիքով գոնե բարոյական քայլ չէ, հաշվի առնելով, որ խլել են վերջին հաշվով։ Իմ ինֆորմացիայով հանձնաժողովի շատ ցենց ներկայացուցչական կազմով գնացել եմ Թուրքիա։ Եղել եմ Թուրքիայում ես վերջերս, հիմա իրենք թող բացատրեն ինչ էին գնացել Թուրքիա նպատակները։ Բոլորը շատ լավ հասկանում ենք, որ այս մեր, այսպես ասեմ, մի թշնամական մյուս ես նույնպես համարում եմ, այսպես թշնամական, որովհետև վերջին հաշվով մեր թշնամի երկրի ամենամոտ բարեկամն է։ Այդ երկրների հետ Ադրբեջան Թուրքիան։ Այո, այդ երկրների հետ մեր այս իշխանությունների սիրախաղավոր սկսվել է։ Ես համոզված եմ, որ եթե անգամ գտնեն մի ընկերություն, որը դա ձեռք է բերելու, դա կամ լինելու է ուղիղ
այդ երկու երկրներից մեկի ընկերությունները կամ իրենց հետ ինչ-որ փոխկապակցվածություն ունեցող, բայց ոչ իրենց ուղիղ տեսակ։ Հայաստանի վարչապետն այսօր մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել խորհրդարանում 2026 թվականի բյուջեի քննարկման ժամանակ։ Նիկոլ Փաշինյանի խոսքերը ներկայացնում ենք առանց մեկնաբանության։ Այսօր մարդիկ եկել են, բան են անում, Ղարաբաղ են լացում, ոչ մեկ մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար, ոչ մեկ, սկսած ֆինանսականից, ինչ է երևում է բյուջետային թվերով, սկսած մնացածից ինչը չի երևում ու չի երևալու երբեք, 8 միլիարդ, պարտքը արտաքին աճել է, ինչ է կարել, նայում եմ ձեր վրա, նայում եմ ձեր վրա, հասկանում եմ, թե չգիտեք ինչ են կարել, լավ, չենք ուզում ասենք, էդ էլ ասենք, զենք ենք առել, զենք ենք առել, պարտքով ենք զենք առել, այո, պարտքով ենք զենք առել, ինչի, որովհետև շատ է պետք եղել ու մի անգամից, չեք հավատու, իրավունք ունեք, ասում եմ եկեք տանենք ցույց տանք, Հայաստանի քաղաքացիները մի փոքր կամ ավելի շատ նյարդայնանում եւ մեզ մեղադրում են նրանում, որ մենք դեռ շարունակում ենք արձագանքել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի եւ նրանց առաջնորդած ուժերին։ Մենք շուտով խորհրդանական ընտրություններ են լինելու։ Այդ անձանց առաջնորդած ուժերը պարզապես չլինեն խորհրդանում։ Էս է լուծումը։ Քանի դեռ եղան, այս նույն իրավիճակը շարունակվելու է։ Եվ ես կարծում եմ, որ իրոք հասունացել է այդ պահը, որ այդ խնդիրը լուծվի։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններից առաջ նրա ղեկավարած կառավարությանն ու քաղաքական ուժին սուր քննադատել էին ընդդիմադիր падգամավորները։ 2020-ի նոյեմբերի 9-ին կնքել եք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, պատճառաբանությունը մարդկանց փրկել, որ պատերազմ չլինի։ 2021-ին Սև լճում եկել են, տարածք են գրավել, միջև հիմա այդտեղ են։ 22-ին Ջերմուկում են տարածք գրավել, միջև հիմա դուրս չեն եկել, գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ կսովածանան, հետ կգնան։ 2023-ին հայաթափվել է Արցախը, 24-ին Տավուշում միակողմանի զորքերը ետ են քաշվել, 25-ին դուք հայտարարել եք, 25 ենք եկել հասել, նոյեմբերի 9-ին կնքել եք Արցախի վերաբերյալ այդ փաստաթուղթը, ամբողջ 5 տարի հայտարարել եք, որ Արցախով Ադրբեջանի պահանջները սահմանափակվում են, 25-ին եկել եք դուք հլը հայտարարում եք, որ Հայաստանի Տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ։ Մի հատ էլի հաջորդ կիսաանձնական բնույթի հարցը տամ։ Այդ ամբողջ փաթեթը կհրապարակեք, հասկանանք Ադրբեջանը մեզնից սենց ամբողջապես ինչ է ուզում, թե դուք էլ չգիտեք։ Ամեն անգամ, երբ որ մի պահանջը բավարարում եք, գալիս է 2-3-ը ավելանում է, եւ այդպես է։ Բայց դուք չեք դա ասում։ Ամեն զիջում ներկայացնում որպես վերջինը, բայց դրան ավելանում է հաջորդ 2-ը, 3-ը եւ մնացածը։ Ալեն Սիմոնյանն էլ ինձ անդրադառնալիս, չգիտես ինչու իմ ժպիտը նրա մոտ այսպես նյարդային ինչ որ բան է առաջացնում, ասում է Տիկին Գրիգորյանը նեղվել է, որ ՔՊ-ի նավը չի խորտակվել։ Ես ուզում եմ, որ ինքը իմանա, որ որևէ մեկը հավերժ չի։ Ձեր նավը խորտակվելու է եւ ես ամեն բան անելու եմ, որ Արցախը կործանածների նավը խորտակվի։ Իմ փոքր մասնակցությունը կունենամ, փոքր մասնակցությունը կանեմ, մեծ մասնակցություն կարողանամ ունենալ, մեծ մասնակցությամբ հանդես կգամ, բայց այն որ Արցախը կործանածների նավը խորտակվելու է, որևէ վարքյան նույնիսկ կասկած չունենաք, բոլոր իշխանություններն էլ անցող են։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում պալատի լորդ Ջեքսոնը կազմակերպել է քննարկում Նիկոլ Փաշինյանը, հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ Սամվել Կարապետյանի հետապնդումները թեմայով, հայտնել է մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նա նշել է, որ բրիտանական խորհրդարանի անդամներ, հոգեվորականներ եւ մեդիա ներկայացուցիչներ միացել են մեջբերում այս կարևոր քննարկմանը նվիրված կրոնական ազատության եւ հայ առաքելական եկեղեցու պաշտպանության հարցերին։ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը աշխարհարչակ լրագրող Թակել Կարսոնի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի կառավարության հալածանքները եկեղեցու նկատմամբ տեղի են ունենում առանց միջազգային արձագանքի, քանի որ գերտերություններից մեկի ԱՄՆ-ի պետդեպարտամենտն է որոշում աշխարհում որ քրիստոնյաներին աջակցել, որոնց ոչ։ Շոկային է, թե ինչպես է Հայաստանը ղեկավարում մի վարչապետ, որը կարծես արհամարհում է իր իսկ հայկական պատմությունը։
Նրանք հեռացրել են Արարատ լեռը կնիքի վրայից։ Չեն խոսում ցեղասպանության մասին, հարձակվում եկեղեցու վրա։ Երկրի ղեկավարը ցանկանում է հեռացնել կաթողիկոսին եւ ինքը նշանակել նորին։ Ես այս հարցին շատ անձնական եմ վերաբերվում, որովհետեւ ես հնարավորություն ունեցա Հայաստանի դատարանում պաշտպանել իմ հաճախորդին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի փաստաբանների պալատին, թարգմանչի միջոցով անձամբ իմ պաշտպանական ճառով հանդես գալու հնարավորության համար։ Ես կարողացա անմիջականորեն հանդես գալ դատարանում եւ կարծում եմ արդյունավետ կերպով ցույց տվեցի, թե որքան զավեշտալի էր այդ դատավարությունը եւ մեղադրանքները Սամվել Կարապետյանի նկատմամբ, որն աներևակայելի սկզբունքային քրիստոնյա է եւ այժմ գտնվում է բանտում, արդեն 5-րդ ամիսն է։ Բոլորովին անմեղ, միայն Աստծուն փառաբանելու համար։ Եվ հենց դրա համար են ավանդում։ Կա մեծ ճնշում վարչակազմի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ուղղությամբ, ինչը իհարկե բոլորս ողջունում ենք։ Բայց դա տեղի է ունենում Հայաստանի ժողովրդի համար ահռելի գնով, կորսվում եւ պղծվում են հսկայական մշակութային ու եկեղեցական սրբություններ։ 120,000 մարդ Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվել է եւ այդ մասին չի բարձրաձայնվում։ Մենք ունենք 23 քրիստոնյա գերի Բաքվում եւ Հայաստանի վարչապետը անգամ այդ մասին չի խոսել, երբ հանդիպել է նախագահ Թրամփի հետ։ Թրամփն ինքն է այդ հարցը բարձրացրել։ Ես ուրիշ բան եմ ասել։ Շատ հարցեր իմիջայլի։ Արդեն 5 ամիս բանտում գտնվող Բագրատ Սրբազանի կալանքը երկարաձգվել է եւս 3 ամսով։ Չնայած բարձրաստիճան հոգեվորականի ու նրա փաստաբանների պնդումներին, թե քրեական հետապնդումն իր ու իր հետ նույն օրը ձերբակալված ավելի քան 1 տասնյակ անձանց նկատմամբ մեղադրանքները կեղծ են ու որ նրանց անազատության մեջ պահելու որևէ հիմք չկա, հանրային մեղադրողը պնդել է, թե նա ազատության մեջ գտնվելով կարող է խոչընդոտել ու թաքնվել քննությունից։ Դատավորը հիմնավոր է համարել մեղադրողի միջնորդությունն ու անփոփոխ թողել Սրբազանի խափանման միջոցը։ Հիմնեմնիմի ոդքասթի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանը եւ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել են։ Քննիչի հաղորդմամբ նրանք մեղադրվում են խուլիգանության համար։ Քրեական գործի հարուցման պատճառ է դարձել Հիմնեմնիմի ոդքասթի նոյեմբերի 10-ի թողարկումը, որտեղ հաղորդավարներն անդրադարձել են ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Նրա մամուլի խոսնակը հաստատել է, որ Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահ մարմիններին ոդքասթի ընթացքում հնչած վիրավորական արտահայտությունների եւ սպառնալիքների վերաբերյալ։ Լրագրողներին Ալեն Սիմոնյանն ասել է մեջբերում լավ է արել, որ դիմել է։ Դիմելում լավ եմ արել, ինչ պետք է անել։ Հարևան Իրանը կանգնած է վերջին տասնամյակների ջրային ամենախոշոր ճգնաժամի առջև։ Մայրաքաղաք Թեհրանին, որտեղ ապրում է ավելի քան 10 միլիոն մարդ, սպառնում է երաշտ, եւ եթե երկրի տարածքում անձրևներ չտեղան, քաղաքը կարող է ծարավի մատնվել։ Հնարավոր երաշտի դեպքում կառավարությունը ստիպված կլինի ջուրն արտոնված ռեժիմով տրամադրել, իսկ եթե դա էլ չօգնի, 10 միլիոն մարդու ստիպված կլինեն տարհանել մայրաքաղաքից։ Ճգնաժամը միայն վերջին տարվա չորության հետևանք չէ։ Երկար տարիների ջրի չարաշահումը լուրջ վնաս է հասցրել ջրային պաշարներին։ Իրավիճակի վատթարացման պատճառներն են նախկին կառավարությունների սխալ քաղաքականությունը, կլիմայի փոփոխությունը եւ ջրի ավելցուկային սպառումը։ Թեհրանի բարձրահարկ շենքերի բնակիչներն արդեն զգում են ջրի պակասը։ Բնակիչներից մեկը պատմել է, որ վերջին շաբաթվա ընթացքում իր բնակարանում ջուր չի եղել առավոտից մինչև ուշ գիշեր։ Իրանի ջրային եւ բնակարանային ընկերությունը հաստատել է, որ որոշ թաղամասերում գիշերային ժամերին ջրի ճնշումը նվազեցվում է։ Թեհրանի ջրամբարներից Ամիր Քաբիրը վերջին տասնամյակների ընթացքում հասել է ջրի ռեկորդային ցածր մակարդակի, առաջացնելով ջրային պահեստի լուրջ պակաս։ Մայրաքաղաքի 5 ջրամբարները, որոնք նախկինում կարող էին պահպանել մոտ 500 միլիոն խորանարդ մետր ջուր, այժմ պահպանում են միայն շուրջ 250 միլիոն խորանարդ մետր, ինչը նշանակում է, որ ներկա սպառման տեմպերով դրանք կարող են վերջանալ ընդամենը 2 շաբաթում։ Նահանգային փորձագետները նշել են, որ ըստ կանխատեսումների մինչև դեկտեմբերի վերջ կպահպանվի չոր եղանակը։ Եվրոպական հանձնաժողովը մոտ 6 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային։ Եվրախորհրդարանի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ այդ գումարները տրամադրվել են ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից։
делала все для того, чтобы... Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Եվրոպայում նորից արհեստականորեն սրում են հակառուսական հիստերիան։ Նրա խոսքով նման մեթոդները Եվրոպայում կիրառվում են արդեն մի քանի դար, եւ ներկայիս քաղաքական առաջնորդները չեն ճանաչում իրենց երկրների պատմությունը։ Ուկրաինական կողմը հայտարարել է, որ երկու երկրների միջև խաղաղության շուրջ բանակցությունները կասեցվել են առաջընթացի բացակայության պատճառով։ Помочь в решении конфликта вокруг Украины. Ի պատասխան Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուկրաինան վաղ թե ուշ ստիպված կլինի վերադառնալ բանակցություններին, սակայն դա կանի ավելի վատ դիրքերից։ Կրեմլնի գիտություն է ընդունել Ռուսաստանի բանակցությունների դադարեցման վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունները, ասել է Պեսկովը։ G7 երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ շեշտել են ռուս-ուկրաինական պատերազմում հրադադարի հրատապ անհրաժեշտությունը։ Արտգործնախարարները նշել են, որ ներկա շփման գիծը պետք է դառնա բանակցությունների մեկնարկային կետ։ ԱՄՆ նախագահը կհամաձայնի նոր գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի նախագահի հետ միայն այն դեպքում, եթե հանդիպումը նպաստի Ուկրաինայի պատերազմի դադարեցմանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա նշել է, որ երկու կողմերն են համաձայնել են, որ հաջորդ հանդիպումը պետք է արձանագրի կոնկրետ արդյունք եւ պետք է վստահ լինել, որ իրական հնարավորություն կա դրական արդյունքի հասնելու։ Միաժամանակ Ռուբիոն հայտնել է, որ ԱՄՆ-ն այլևս Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորություններ չունի։ Ռուսաստանի հարցում մենք գրեթե սպառել ենք պատժամիջոցներ հաստատելու գործիքակազմը։ Իմաստ չունի սահմանել պատժամիջոց, որը իրագործել չենք կարող։ Արդեն գործում են պատժամիջոցներ Ռուսաստանի խոշոր նավթային ընկերությունների դեմ, իսկ ռուսական ստվերային նավատորմի դեմ պետք է պայքարի Եվրոպան։ Պետքարտուղարը տարօրինակ է համարել, որ եվրոպական երկրները ցանկանում են, որ ԱՄՆ-ն Ուկրաինային ուղարկի միջուկային զենքով հագեցած տոմահակ թևավոր հրթիռներ, բայց երբ Միացյալ Նահանգները ավիակիրներ է տեղակայում իր կիսագնդում, դա ինչ-որ խնդիր է դառնում, ասել է Ռուբիոն։ ԱՄՆ-ում ավարտվել է պատմության ամենաերկար կառավարական շատդաունը։ Երկրի նախագահ Դոնալդ Թրամփը 43-րդ օրը հաստատել է կառավարության բյուջեն։ Նա հարկադիր պարապուրդի պատճառով առաջացած կորուստները գնահատել է $1.5 տրիլիոն եւ դրա համար մեղադրել դեմոկրատներին։ Սպիտակ տունը YouTube-ի ալիքում տեսանյութ է հրապարակել կից գրառմամբ «Հանգչիր խաղաղությամբ, դեմոկրատների շատդաուն»։ Տուլկարեմ քաղաքի արևելքում գտնվող Ալ-Ջունայդի կատնամթերքի գործարանի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են դիմակավորված անձինք, որոնք ենթադրաբար իսրայելցի վերաբնակներ են, հարձակվում կատնամթերքի գործարանի վրա։ Նրանք ներխուժել են տարածք, քարեր նետել տեսանկարահանման սարքերի ուղղությամբ, փորձելով դրանք ջարդել, ապա հրդեհել բեռնատարներն ու մեքենաները։ Պաղեստինի տնտեսական նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը շտապ միջամտել, կասեցնելու վերաբնակների հարձակումները պաղեստինյան քաղաքացիական բնակչության եւ տնտեսական օբյեկտների վրա։ Իսրայելի զինուժը դատապարտել է գործողությունը։ Պերուում միջմարզային ավտոբուսը 200 մետր խորությամբ կիրճն է ընկել։ Վթարի պատճառով զոհվել է 37 մարդ, եւս 25-ը վիրավորվել։ Ողբերգական վթարը տեղի է ունեցել վտանգավոր շրջադարձերով հատվածում։ Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի երկնքում նկատվել է մանուշակագույն հյուսիսափայլ։ Ըստ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի, մոլորակի շուրջ ձևավորվել է վերջին տարիների ամենահզոր հյուսիսային լույսերի գոտիներից մեկը։ Այս երևույթը առաջանում է երկրի մագնիսական դաշտի եւ արևային քամու լիցքավորված մասնիկների փոխազդեցությունից։